Ու ծնողը կարա ասի, որ ես ոչ մի հատուկ պահանջներ չունեմ, ես ուղղակի ուզում եմ, որ երեխաս լավ մարդ դառնա, բայց ներսում իրականում ուրիշ բան կա։ Ներսում կա ծնող, որը չի ցանկանում, որ երեխան սխալվի, վախենում է, որ իր երեխան որևէ սխալ մի բան կանի։ Եվ այդ վախերից ելնելով բնականաբար սկսում է երեխայի ամեն քայլը վերահսկել։ Իսկ մենք պետք է գիտակցենք, որ չկան կատարյալ երեխաներ, կան ուղղակի երեխաներ, որոնք սովորել են չսխալվել, բայց սխալվելը դա զարգացման պայման է եւ սխալվելով է, որ մենք բացահայտում ենք աշխարհը եւ փորձ ենք կուտակում։ Եվ ունենալ երեխա, որը միշտ ճիշտ է, դա շատ լարվածության ու տագնապայնության արդյունքում է տրվում երեխային։ Ես թերապևտիկ դաշտում շատ եմ աշխատում հարաբերությունների մեջ, հարաբերությունների հետ, որտեղ ծնող-երեխա հարաբերությունը խզված է։ Ինչու՞, որովհետև երեխան ցանկանում է լինել ճիշտ։ Նա ամեն գնով փորձում է լինել ճիշտ երեխա, բայց փորձառաբար մենք գիտենք, որ մենք հոգնում ենք նմանօրինակ դերերից ու խաղերից։ Եվ ի վերջո ուղղակի ինչ-որ մի X տարիքից հետո երեխան ուզում է հեռանալ տնից, ուզում է ծնողի ներկայությամբ չուտել, չխմել, ֆիլմ չդիտել, որտեղ ծնողն է, նա ուղղակի այդ վայրը լքում է։ Եկեք ինքներս մեզ հետ անկեղծ լինենք, իրականում մեր ներսում ինչ կա։ Մենք պատրաստ ենք ընդունել, որ մեր երեխան ուղղակի կլինի լավ մարդ, թե մենք ունենք ներքին ինչ-որ չափորոշիչներ, որ ամեն գնով քայլ առ քայլ վերահսկելով փորձում ենք հասցնել մեր երեխային այդ մեր մտքում եղած կատարյալին, անսխալին ու անթերիին։